Հետևից բացում է փակագծեր, հիշում եք, փակագծեր վերաբերվող թվաբանությանը։ Այսինքն այսքան միլիարդ 5+4 եթե չեմ սխալվում, այսքան միլիարդ ուրեմն թույլատրություն Ամերիկայից էքսպորտ անելու այդ համապատասխան մոդուլայինները, հետո այսքան միլիարդ ուրեմն դրանց սպասարկման ծառայությունների մատուցման եւ այլն համար, այս ամեն ինչը ասվում է Ամերիկայի փոխնախագահի մակարդակով տակ դել ասма թուղթ ենք դրել, որ ստորագրել ենք, որ բանակցությունները ավարտել ենք, անցնում է ընդամենը 3-4 օր, ուրեմն գործող իշխանության նախարարներից ասում են մենք ուզում ենք այս հանրությանը տեղյակ պահենք, որ մենք կայացրել ենք որոշում, որ մենք անցնելու ենք մոդուլային ռեակտորների, բայց մենք չենք կայացրել որոշում, որ գործընկերոջ ու որ երկրի հետ։ Դրանից առաջ էր ասում Նիկոլ Փաշինյանը հենց ինքը, ասում էր բանակցություններ ենք վարում, Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ, հա, մինչև Վենսը։ Սա Վենսից հետո է։ Վենսը եկավ, ասեց մոդուլային ռեակտորների։ Սա Վենսից հետո է։ Այսինքն հիմա լավ։ Հիմա ես ուզում եմ այդ թվացial այդ պրոները մենք ճիշտ հասկանանք, էլի։ Հիմա ես վերում եմ պարզագույն օրինակ։ Կառավարության ներկայացի կողմից այդ հայտարարությունը կարեր նորմալ պարագայում բավարար հիմք լիներ կամ հիմքերից մեկը լիներ, հետո փաստաթուղթ չստորագրել։ Որ գերտերությունը ասեր, լսեք, այս մեզ էլ եք որոշե գժի տեղ դնեք։ Փոխնախագահ եմ ուղարկել, այս թուղթ եք ստորագրում, դուք հետևից ասում եք մենք գործընկերը չենք ընտրել։ Այսինքն մենք գործ ունենք բոլոր ուղղություններով, չափաբաժինների տարբերությամբ, ժամանակահատվածի տարբերությամբ, ստեղծվող այն քաոսի հետ, որի տակ կա ընդհանրապես մի նպատակ։ Օրը ասել 20 բան բոլորը իրարից հակասող, օրը ասել 20 բան տարբեր ուղղություններին իրար հակասող, նաև դեպի արտաքին մեսիջներ տվող, հիմքում ունենալով ընդհանրապես մի բան։ Ինչ կմնա Հայաստանից հերն էլ անիծած, կմնա թե չի մնա, հերն էլ անիծած, բայց պահել աթոռը։ Տեսեք, 21 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանը հրապարակեց այդ ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ խոսում էր, ասում էր, ինձ գժի տեղ կդնեմ, ես կանեմ, մենք կանեմ,